անկախության տարիներին, երբ ձեզ դա հայտնի է, ինչ օրս ես ոչ միայն տնտեսության զարգացման տեսլականի մասին, անհրաժեշտության մասին, խոսել, այլ նաև Հայաստանի զարգացման բոլոր առումներով, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ սոցիալական բոլոր առումներով մենք չունենք տեսլական։ Տեսլականի բացակայությունը ինքնից սպառնալիք է։ Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, բազմաթիվ սպառնալիքներ կան, բայց եթե չկա զարգացման տեսլական, մենք 35 տարի արդյանում ենք, չգիտենք ինչի համար ենք անկախացել, եւ ուրա գնում մեր երկրը։ Սա առաջ տնտեսությունը մասնավորապես չունի տեսլական, եւ սա երբ վերջերս ինձ համար փորձել եմ հայտնաբերել դրա պատճառը, հասկանալ թե պատահականությունը արդյոք որ իրարից խիստ տարբերվող կառավարություններ եւ տարբեր նույնիսկ գաղափարախոսություն դավանող իշխանություններ այդպես էլ չեն հստակեցրել տեսլական։ Իմ հիպոթեզը նա է, որ որևէ իշխանություն չի ուզում իրեն դնել շրջանակի մեջ, չի ուզում ասել ինչի համար է եկել եւ մինչեւ իր իշխանավորման վերջը, մինչեւ իր այդ ժամկետի վերջը, ինչ է պարտավորվում անել։ Սա կարծում եմ հիմնական գայթակղությունն է, դրա համար ինչպես ասացիք, եւ կարելի է այսպես անել եւ այնպես անել եւ արևմուտքին հաջողանալ եւ արևելքին եւ հյուսիսին եւ հարավին։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ճիշտ է, որ մենք եզրույթները ճշտենք։ Մեզանում լուրջ խառնաշփոթ կա 35 տարի, լուրջ խառնաշփոթ կա տնտեսական աճ, տնտեսական զարգացում, մարդկային զարգացում, վերականգնողական աճ եւ այլն։ Հիմա այն ինչի մասին դուք ասացիք, այո, ես շատ կուզենայի, որ մենք ընտրենք բառերը։ Տնտեսական աճը, որ ներկայացվում է հատկապես վերջի տարիների ընթացքում տնտեսական գործարար ակտիվության ցուցանիշով, սա բնավ տնտեսական աճ չի, այսինքն միջինացված ամիսների ընթացքում տարբեր ջուղերի արտադրված արդյունքի եւ ծառայությունների մատուցած ծառայությունների աճի միջինացված ամրապնդում։ Իրականում մենք ունենք անկախության տարիներին, եւ դա չի ավարտվել, ցավոք սրտի անցման փուլը չի ավարտվել, որտեղ չենք էլ իմանում ինչից դեպի ուր ենք անցում կատարում։ Լավագույն դեպքում կարելի է բնութագրել որպես վերականգնողական աճ։ Սրանով կարելի է բացատրել այն իրողությունը, որ մեզանում նույնիսկ երկնիշ թվով տնտեսական աճ են գրանցել, բայց այնուամենայնիվ ունեցել ենք արտագաղթ, ունեցել ենք սոցիալական լուրջ խնդիրներ, չասեմ ցնցումներ, այն դեպքում, երբ զարգացած երկրները, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները 1-2-3% ճգնաժամից հետո եթե գրանցում են, դա հրաշալի ցուցանիշ է։ Եվ կարողանում են այդ ընթացքում նաև մարդկային զարգացման խնդիրներ լուծել։ Ուրեմն իրենց անունով կոչելու համար պետք է ասենք, որ վերականգնողական աճ է, եւ այստեղ ուզում նկատել, որ եթե վերականգնողական աճ է, այդ 11-12 անգամ 14% երկնիշ թվով աճերը մեզ համար բավարար չեն։ Համատության համար նշեմ, որ Գերմանիան հետպատերազմային Գերմանիան ունեցել է միջինը 33-ից 35% աճ 60-ական թվականների մասին է խոսքը Լյուդվիգ Էրհարդի կառավարության եւ սոցիալական շուտական տնտեսության հետ հայեցակարգի, որը մինչեւ այսօր աշխատում է եւ մինչեւ այսօր դուր է տալիս Գերմանիային լինել առաջատարը Եվրոպայում, ուզում շեշտել 22 եվրոպական երկրների համախառն ներքին արդյունքից ավելին տարեկան հնարավորություն։ Արտաքին գործոնների բացասական գործոնների թուլացում մեզ ոչ ոք չի խոստացել 26 թվականը ինչպես այս իլյուզիոն գործընթացներն են, որ անցյալ տարի փորձեցին ներկայացնել, այնպես էլ լուրջ վտանգներ ներկայացնող գործընթացներ կան եւ իրականում եթե այսպես շարունակվեց, ապա ես ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հստակ կարող եմ կանխատեսել, որ տնտեսական կախվածություն կարող է ստեղծվել հարևան երկրից եւ երկրներից, առնվազն երկուսից,
որը ցանկացած պահին, երբ այդ կախվածությունը կտրվեց առաքումների մասին, ապա կարող եք պատկերացնել, թե Հայաստանը ինչ վիճակում կարող է հայտնվել։ Ես շատ հակիրճ փորձեցի ներկայացնել։ Երկու ցուցանիշ կա, որ պետք է հաշվի առնել ցանկացած տնտեսության մեջ, այդտեղում Հայաստանի Հանրապետության։ Առաջինը տնտեսական անվտանգությունն է, որքանով է անվտանգ տնտեսությունը, որքանով է ապահովել, օրինակ, էներգետիկ անվտանգություն, ֆինանսական անվտանգություն, պարենային անվտանգություն, ժողովրդագրական անվտանգություն եւ այլն։ Երկրորդը, որից մենք երկու ոտքով պահում ենք երկրորդության, դա մրցունակությունն է։ Հայաստանի տնտեսությունը չունի այդ մրցունակությունը, եթե լինի, մնացած ցուցանիշները դրանցից առցանցյալ են։ Եվ շատ մենք հետ ենք մնացել համաշխարհային գնահատականներից, եթե մենք, ինչպես սկզբում ասեցի, միջինացված ցուցանիշներ ենք վերցնում, շատ վաղուց համաշխարհային տնտեսության մեջ օգտագործում են միդիան, օրինակ մեկ շնչին ընկնող միջինացված ցուցանիշի փոխարեն հնան։ Միդիան հնան է վերցնում։ Ես վստահ չեմ, որ տնտեսության ոլորտի կառավարիչները անգամ տեղյակ են դրանից, որտեղ նրանց խոսքից դա ես չեմ եւ պրոֆեսիոնալիզմը ընդհանրապես բացակայում։ Քանի որ մի իմաստների պատերազմ ա գնում աշխարհում, առաջերտում պետք է հասկանալ իմաստերի մեր գույցան իմաստը։ Եթե մենք այդ մեր գույցան իմաստը չենք հասկանում, ապա մնացած այդ հարցերը, թե մի քիչ լավ կլինի, մի քիչ մրցունակ կլինի, վերջը չի դա լուծում չի, ուրեմն պետք է նախ հասկանալ, թե ինչի համար մենք գոյություն ունենք եւ մենք ինչ ենք ուզում ապագայի տեսանկյունից։ Ասենք օրինակ ես պատկերացնեմ, ասենք որպեսզի մենք կարողանանք ստեղ ապրել Հայաստանում, պետք է ամբողջ Սփյուռքը ցանցային պետություն կազմակերպել, որը տարերարնորեն դարերի մեջ առաջացել է, հետո լուծվել է, ինչ պատճառներ, որտեղ ինքը իմաստների մեջ չեղել, իմաստի մեջ չեղել։ Հիմի այսօր հատկապես գիտությունը ուղղակի գլխավոր լոկոմոտիվն է բոլոր զարգացումների, ասենք տեսեք արհեստական բանականությունը զարգանում աներևակայելի այսպես տեմպերով, ես օրինակ սկզբից բավական սկեպտիկ էի անկեղծ ասած նայում, բայց հիմի տեսնում եմ, որ ինչ բարքի առաջընթաց է ապրում դա եւ ասենք արդեն հումանոիդներ են ստեղծել, որը շուտով այդ օրինակ ահռելի ոլորտներ ծրագրավորման եւ արհեստական ամբողջը արհեստական բանականությունն է վերցնելու, այսինքն մենք էական խնդիր ունենք մեր որակը բարձրացնելու եւ մեր ինտեգրումը իրականացնելու ես ամբողջ աշխարհում նկատում ամբողջ հայություն դրա համար մեծ իմաստներ պետք է լինի, որ մարդ հասկանա ինչու է նա հայ եւ ինչի համար է նա ապրում, էլի ինչ իր միսիան։ Հայաստանում մենք ունենք մի ահռելի քանակի բնակչության բանը տղամարդ վարորդներ, ասենք ոչ մեկը չի մտածում եկուց ինչ անելու իրենց վիճակը էլի երբ որ մենք ընդհանրապես ապագա տեսլականներից խոսում ենք, պետք է ամբողջ կրթական համակարգը փոխել, որտեղ ասենք հատկապես եթե մենք նայում ենք, թե այսօրվա դասագրքերը բոլորը պատռել եւ աղբար լցնել, բնագիտությունից սկսած հասարակագիտությունը առավել ևս, որտեղ մենք տեսնում ենք, թե կողքի երկրները ինչ ուղղորդված աշխատանք են տանում, որպեսզի մեզ որպես հայ տեսակի վերաֆորմատավորել։ Դա հասարակական գիտություն է, բայց բնագիտությունը վերցրեք, բնագիտությունը, ֆիզիկա, մաթեմատիկա, առարկաների դասագրքերը խայտարակ որակներ, խայտարակ, երբ որ կարդում ասենք ֆիզմատգիտությունների դոկտոր վարդը 5-րդ դասանի դասագրքում կարդում է խնդիրի չի հասկանում, հայրեն, որտեղ ինքը անգամ վատագրված, տեղից ընդեից արտագրված, Արտմանած արտագրած, կոմպելացված, իսկ դա մանկավարժությունը շատ լուրջ ոլորտ է, ունի տեսնում եմ մասսայական, ասենք դասատուներն չեն հասկանում այդ գրքերը, չեն կարում բանանել։ Բայց դուք այնպես եք ասում, կարծես թե այդ գրքերը իրանք ինչ-որ հայտնվել։ Չէ, ես դրանց հասնում են ինչ-որ փորձարկություն։ անդրադառնալ գիտության ոլորտին։
մենք ունենք 7 ֆիզիկայի ինստիտուտ, ոչ մի հատ լուրջ ազգային ծրագիր։ Պատկերացնում եք 7 ֆիզիկայի ինստիտուտ ունեցող երկիր սեփական ռեակտոր պետք է ունենա, օրինակի համար եմ ասում։ Աերոտիեզերական ինչ-որ ծրագրեր պետք է ունենա։ Ես գիտեմ, մի անունը չտամ, իմ ընկերս, աերոտիեզերական հայկական գործակալության պետ է, որը ստեղ փորձեց զարգացնել, որտեղ ամեն ձևի խանգարեցին, խնդրեմ, Արաբական Միացյալ Էմիրությունները սիրով ընդունելա բոլոր հնարավորությունները ստեղծելա, որտեղ այստեղ ինչ-որ պարոն Մանասերյանը նշեց, չկա, ասենք, ղեկավարման այս կառույցներում կոմպետենտ ընդհանրապես մարդիկ։ Իսկ կոմպետենտ մարդիկ ինչ են անում, կներեք իհարկե ընդհատում եմ, բայց պետք է անպայման ասեմ, հենց ֆիզիկայի ոլորտի պատասխանատու, անուն չեմ ուզում տալ, որտեղ ոչ եւս այդ մարդը, իրեն նշանակեցին գիտության ոլորտի, գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար։ Ինչ արեց։ Կործանեց ամբողջ գիտությունների ազգային ակադեմիան, հիմա այդ ակադեմիան թող ներվի ինձ ասել, դարձել է ընդամենը շենք պահող մի ծերակույտ։ Ճիշտ եք ասում։ Ֆիզիկայի կարկառուն ներկայացուցիչ էր, որ առաջին պիոները պետք է լիներ, առաջին ջատագովը պիտի լիներ ձեր ասացի։ Ինքը ոչնչացրեց ֆիզիկայի ոլորտը եւ գիտությունների ազգային ակադեմիան ամբողջությամբ։ Դա չի նշանակում, որ դու չկան կարող մարդիկ, ասենք ինչ-որ գումարներ էլ հատկացնում են, բայց այդ գումարները բոլորը փոշիացնում են, որտեղ ես տեսնում եմ, ասենք հանրապետություն ոչ թե գիտության զարգացման ուղղված քայլեր, այլ գիտական նաուկապրայզը, գիտական ձևի էլ ինչ-որ չափանիշներ, որը իրեք արտասահման Եվրոպան էլ տենց չափանիշներ իրականում չի օգտագործում, այսպես կոչված նաուկամետրիա, որտեղ ասենք հղումների քանակը գիտաչափությունը դա պարտադրում են, որպեսզի դու չկարողանաս բան անել, զարգացնել քո գիտությունը, ասենք ընդ որում չունենալով Սկոպոսյան եւ ոչ մի ամսագիր, ստիպում են, որ Սկոպոսյան հոդվածներ ունենան հայ գիտնականներ։ Ուրիշ բան էլ ասեմ, Սկոպոսյան լավ հոդվածներն են, մեկ էլ ուրիշ բան պատճառ են բռնում, ասում են, բա հղումները քիչ այ անգերացում, այս տիպի աշխատանք վրա հղում անելու համար պետք է այս տիպի եթե օրիգինալ շատ կարևոր բաներ են, ինչ հղումներից են։ Այո, նոր բան են։ Եվ ուրիշ մի հատ արտարոց բան, ամենաբարձր այդ պատենտավորում անցած տեխնոլոգիան Ամերիկայի պատենտային բան եւ ասենք գիտության կոմիտեն 0.1 բալ է դնում։ Սա որտեղ է սրա տրամաբանությունը։ Ասենք դա պետք է լիներ օրինակ Իսրայելը ոնց է, կա գլխավոր գիտնականի օֆիս, հարգարժան մարդ ընդեղ նստած է, ոչ մի գլխավոր տնտեսագետի օֆիս կա, բացի էկոնոմիկայի նախարարից։ Մեկը գա, ասենք ցանկացած մարդ ցանկացած պահին կարող է գասի, ես ունեմ sense ծրագիր, ասում շատ լավ, հրավիրում բան է, այսպես կլոր սեղան, մի քանի անգամ քննարկում են անում, բաց քննարկում, ոչ թե ինչ-որ անհասկանալի օպոնենտներ, որ ոչ տեսել ես, ոչ, հա, ասում են քննարկումից հետո մարդ է, կամ ինքը հասկանում է իր սխալները, վերցնում է իր ծրագիրը գնում է, կամ հիմնավորում է, բան է, եթե տեսնում է, որ դա արժեք ունի, բան է, որ զարգանա։ Հասկանալի է, պարոն Գևորգյան, իրականում ես ուզում նշեմ, որ այս ապագա հատկապես 21-րդ դարը այն կարգի գիտատարը, որ հասկանալի է։ Չնայած գերկամպյուտեր, ասենք, ունենալ եւ չունենալ, ասենք, բաներ, մաթեմատիկ ծրագրավորողներ, որ կարող են գերկամպյուտերի վրա օրինակ խնդիր լուծել։ Խնդիր ձևակերպել, հետո խնդիր լուծել։ Ձևակերպել, բայց ծրագրավորողը չկա։ Պետք է համաձայնվեմ մեր Սերյանի հետ, ինչ-որ նրանք բարձրացին, նախ խոսենք այդ տնտեսական կերպ աճի մասին, դա կեղծ չէր, կար այդ աճը, բայց չեն բացահայտում ինչ էր։ Գոյություն ունեցավ ռելոկանտներ, եկան Ռուսաստանից մեծ թվով մարդիկ, կազմակերպեցին ինչ-որ գործունեություն, եղավ աճ, բայց հավելյալ արժեք չստեղծվեց, ոչ էլ ասենք շինարարությունն ստեղծում այդ հավելյալ արժեքը եւ
եղավ բյուջետի ինչ-որ բարձրացում, նոր աշխատավարձների բարձրացում, ուժայինների պարգևավճարներ եւ բյուջետը կանգնեց մեծ ճեղքի առաջ, որը որ շարունակվելու է, քանի որ այդ ռելոկանտները մեծ մասը գնացին։ Հիմա ինչ վերաբերում է տնտեսությունից, եթե խոսում ենք տնտեսությունից, պետք է խոսանք սոցիալ-տնտեսական։ Այսինքն մարդը կապ չունի որտեղ ապրում, նա պետք է արժանապատիվ ապրի եւ Հայաստանում կա մի քանի գոտի նախալեռնային, լեռնային, բարձրավանդակային եւ հիմա սահմանամերձ։ Այսինքն այդ սահմանամերձը մարդիկ լքում են, պետությունը պետք է այդտեղ աշխատավարձներ տա, մենք առաջարկում ենք նույնիսկ աքսոր կալանավորների փոխարեն ազատ աքսոր պրովայցիայի ծառայության, որպեսզի բնակեցվի այդ սահմանամերձ գոտիները, ընտանիքները չքայքայվի, որը որ մեծ խնդիր է, կարելի է ազատ աքսոր, ոչ բոլոր հանցագործություններին, բայց հանցագործություններ կա, որ պետք է ազատ աքսորի կերպով բնակեցվեն սահմանամերձ գոտիները։ Պետությունը տա մինիմալը, գազ, հող, ջուր, տուն եւ մնացածը, եթե ուզում են լավ կյանք, ընտանիքը անի։ Հիմա բարձրալեռնային գյուղատնտեսություն, Հայաստանում գյուղատնտեսությունը վտանգի մեջ է, հողը հոգնած է, մի տարի բերք կա, մյուս տարի առնետներն են, կարկուտն է, ես չգիտեմ, պարարտանյու 60%-ը չի օգտագործում։ 60%-ը մշակովի հողերը չի օգտագործում։ Չի օգտագործում, քանի որ ամեն մեկին տվել են 200 հեկտար հող ու ձեռից օրենք չեն ընդունում, որ ձեռից վերցնեն, $1000, $500 սեփականացրել են իրենց բարեկամների անուններով այդ դիզգոյները, որ կային, հա, ու հողը չի օգտագործում։ Իսկ որն էլ որ օգտագործում է, արդեն հոգնած, լավ էս մարդը փող ունի առնետների դեմ պայքարում է, հարևանը փող չունի, չի պայքարում, օգուտը չկա։ Գյուղապետարանը դարձել է փուչիկ կազմակերպություն, չունի ոչ տեխնիկա, ոչ պարարտանյութ է նորմալ տալիս, այսինքն տրակտորիստը իր հողը ունի, գյուղապետը ասում է գնա այս մեկի հողն է բարի, ասում է ես այսօր հոգնել եմ, էլ չեմ գնալու։ Այսինքն այս գյուղապետարանը մեր վզին դրած, մեր հարկերով սնվող մի հատ փուչիկ կազմակերպություն, իրականում շատ խորը հարց է, այս ինքնա Հայաստանը կարող է նամանավանդ էներգիայի ոլորտում հիմա ինչպես Պարոն Գևորգյանը ասեց, ֆիզիկոսներ ունենք, մենք այդ ռեսուրսը ունենք, հա, բարձրավանդակայինում արևային կամ հիմա աշխարհը անցնում է այսպես կոչված ժարգոնով լուսինային պանելները, որը որ իրականում հա գիշերային արևային պանելները, լինենք դրանց պիոներները, լինենք դրանց առաջնահերթությունները, ես նկատում եմ բարձր լեռնային, որը որ եւ մեծ մասը սահմանամերձել է պետությունը պետք է ֆինանսավորի աշխատավարձներ տա, քանի որ դա արդեն անվտանգության հարց է, ոչ միայն տնտեսության կամ սոցիալ-տնտեսական, այլ անվտանգության հարց է։ Մյուս հարցը, որ պարոն Գևորգյանը բարձրացնում է, մենք դրանից չենք խուսափելու։ Այդ կվալիֆիկացիա արհեստական բանականություն այսօր ասում են, այս արհեստական բանականությունը փոխարինեց 20,000 աշխատողի, բայց ոչ ոք չի ասում այդ 20,000 աշխատողը ինչ եղավ։ Եվ երբ որ այդ թիվը կհասնի 2-3 միլիարդի, այդ ժողովրդին ուտիլ են ուղարկելու։ Թե հիմա պատերազմով կուղարկեն, այսինքն արհեստական բանականությունը մարդկության թշնամին է, այո, թշնամին է, բայց չենք խուսափելու։ Հիմա մենք լինելով սենց փակված կարող ենք դրա դեմ պայքարել, մենք ասում եմ այդ 4 հարցը սոցիալ-տնտեսական, որ կարողանանք լուծենք, նախալեռնային, բարձրալեռնային, այսինքն 600-ից 1200 կիլոմետր մեր մոտ գալիս է նախալեռնայինը, հա, հետո 1200-ից 2000 մետր լեռնայինը եւ բարձրավանդակայինը, սահմանամերձն է դե խառնը կա
նախալեռնային կա, բարձրալեռնային, այդ 4 հարցը պետք է, ինչպես պարոն Մանասարյանը ասաց, տեսլականը, պետություն որ գալիս է, իշխանություն որ գալիս է, ասում է, այսի մեր տեսլականն է, այս գոտիները պիտի սենց զարգանան, մեր մոտ գոտիավորում չկա։ Իրականում այդ հարցը ավելի խորքային է, որովհետև տնտեսությունը չի կարող առանձին ապրի, առանց հասարակական կյանքից, առանց մարդու առօրյայից ու մեր քաղաքացին ամեն օր հիմա ունի լուրջ խնդիրներ, այդ խնդիրները կախված են եւ իր անձնական անվտանգության եւ իր չհասկանալը թե ապագան որտեղ է լինելու, ոնց է լինելու, մինչեւ այդ ձեր հարցի պատասխանը տամ, ուզում եմ մի հատ կարևոր բան ասեմ, ուրեմն հունվարի 8-ին 2026 թվականի հունվարի 8-ին ընդունվել է Հայաստանի տնտեսության եւ ինստիտուցիոնալ տրանսֆորմացիայի դոկտրինա։ Ես այդ դոկտրինան բացել եմ նայել ու եթե գիտեք, եթե ես ապրեի Սփյուռքում, երբ որ առաջ էի ապրում Սփյուռքում, այդ ժամանակ բացեի այդ դոկտրինան, կարդայի, ասես ինչ հոյակապ բան է գրած։ Բայց քանի որ ես ապրում եմ արդեն Հայաստանում ու գիտեմ Հայաստանի իրավիճակը հենց ներսից, ինձ համար շատ խառը մտքեր են ծագել ու մի քանի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Նայեք, դոկտրինան դա փաստաթուղթ է, որը պետք է ստրատեգիական, տեսլական տա, բայց մեր տնտեսական տրանսֆորմացիայի դոկտրինան ընդամենը մինչև 2030 թվականի մասին է գրված։ Ըստ 4 տարվա պլան է ընդամենը։ 4 տարին դա դաժե տակտիկական պլանավորում չի, էլի, դա օպերատիվ պլանավորում է։ Դառնում է մենք դոկտրինալ մակարդակով էլ մեր տնտեսությունը տեսնում ենք ընդամենը 4 տարուց ավել չենք տեսնում։ Երկրորդը, այնտեղ խոսվում է նրա մասին, որ կրթությունը ամենակարևոր բանն է, բայց մենք տեսնում ենք, որ կրթությունը Հայաստանում այսօր դա ամենակարևոր բանը չի, ու կրթության մեջ մեծ ներդրումներ չկա, մենք ինստիտուցիոնալ փոփոխություններ չենք տեսնում, մենք չենք տեսնում պրոֆեսիոնալիզմի նարատիվը, որը պետք է դառնա կարևոր բան այն ինչ բոլորդ ասեցիք, ու դառնում է, որ դոկտրինայում դա գրած է, բայց իրականում դա տենց էլ չի։ Նայեք, այստեղ մեկ էլ խոսում է նրա մասին, որ պետքա պետությունը զբաղվի էկոնոմիկայի դեմոկրատիզացիայի մասին։ Թույլ տա, որ ինվեստորներ գան, զարգացում գնա, ինվեստորը գա, լինի ապահով, հասկանա, որ կան պետական մարմիններ, դատական սիստեմ, որը իրան ապահովելու է, բայց իրականում դա տենց չի։ Հայաստանում ինվեստորը անվտանգ չի, ինքը գալիս է Հայաստան ու չի տեսնում, որ կան պետական մարմիններ, որ իրան կապահովեն, չի տեսնում, որ կա պետական ինստիտուցիոնալ մոդելություն է կոչվում։ Արտաքին ներդրողի մասին է խոսքը։ Իսկ մենք ներքին ներդրող ունենք։ Ներքին ներդրողին պիտի նայի արտաքին ներդրողը, ասի, այս մարդն եկել է Հայաստան, բայց դրանից առաջ ցույց տան, որ ներքին ներդրողի համար ինքան լավ է, այն մարդը ինքան լավ գործում է, որ արտաքին ներդրողը մենք ներքին ներդրում չենք անում, մենք ներքին ներդրում չենք անում, սա պարադոքսալ երկիր է։ Անկամ վիճակագրություն չունենք ներքին ներդրումների, ասում ենք արտաքին ներդրումները հաշվենք, այն էլ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, պորտֆելային էլ չենք հաշվում։ Սենց անգրագետ վիճակագրություն եւ տնտեսության կառավարում ես երբեք չեմ տեսել, ոչ մի երբ չգտնի։ Կա ներքին ներդրումներ արտաքին, կա պորտֆելային, կան ուղղակին 10%-ից ավել է։ Բա մնացածը ով պիտի հաշվառի։ Եթե մենք ձեզ հետ միասին գնանք Ուզբեկստան, ասեն դուք ներդրում արեք, 5 հայեր եկել եք, բայց չենք հարցնի, բա մի ինչ-որ ուզբեկ ընդեղ գործանում է, ներդրում անում է, թե չէ, եթե իրանք չեն անում, մենք ինչի պիտի անենք։ Ես ինչ պետություն եք կառուցել, 35 տարի հաշվում ենք ուրիշի փողերը, կներեք իհարկե։ Ես ուզում եի ասել, որ եթե մենք դոկտրինալ մակարդակով ընդունենք այդպիսի տեսլական, դա դոկտրին չի, դա պետական փաստաթուղթ է։ Իսկ ում հետ են խորհրդակցել, որևէ լուրջ փորձագետի խորհրդակցել են այդ դատարկաբանությունը դնելուց առաջ։ Ինձ հետ կներեք, ես անհամեստություն չեմ անում, բայց ես վաստակ ունեմ, չէ, եւ որպես օրենսդիր, եւ որպես գիտնական փորձագետ իմ գործընկերներին հարցրել են, մենք sense փաստաթուղթ ենք դնում, ձեր սրտով, հա։ Դուք մի բան կաբելացնեք։ ChatGPT երևի։ Իհարկե։ Բա իհարկե։ Դե կարևորը նա չի մեր հարցերը։ Փոքր երկում չենք երևում, արդեն ընդունել եմ։ միգուցե խոշորացույց է պետք որպես դա։ Ֆունդամենտալ հասարակության կողմից բան փոխելը հնարավոր է մի քանի պարագայում։ Առաջինը, ինչ բոլորն ասեցին, դա պրոֆեսիոնալիզմի նարատիվն է, որովհետև Հայաստանում այսօր չկա պրոֆեսիոնալիզմի գաղափար
գաղափար։ Ու դա մենակ պետական մակարդակում չի, դա եւ հասարակության մեջ է։ Մեր մոտ պրոֆեսիոնալը չի կոչվում հերոս, չի կոչվում կարևոր մարդ, չի կոչվում այն ինդիվիդուալը, որին պետքա հետևեն։ Երկրորդը, տնտեսության մեջ կա սոցիոլոգիայի մեջ կա երկու հասարակություն, դա ի եւ կա։ Ին դա ինդիվիդուալիստներն են կամ կոլեկտիվիստներն են։ Հայաստանի հասարակությունը ինդիվիդուալիստների հասարակություն է։ Ու Հայաստանի տնտեսությունն էլ պետքա լինի ինդիվիդուալիստների վրա ուղղված տնտեսություն։ Եթե մենք ուզում ենք զարգացնել մեր տնտեսությունը, մենք պետքա այնպիսի հիմքեր դնենք Հայաստանում, որտեղ հայ մարդը կարողանա իրականացնի։ Սա իրացնի։ Սա տեխնոլոգիական հարցերի մասին է խոսքը, սա գիտության հարցերի մասին է խոսքը, սա լաբորատորիաների մասին է խոսքը։ Ու այս պոտենցիալը, այս մարդկային պոտենցիալը Հայաստանում շատ բարձր է։ Չնայած նրան, որ միգրացիան է բարձր, չնայած նրան, որ շատերը հույսաթափվում են գնում են, բայց այդ պոտենցիալը մենք ունենք։ Հիմա եթե մենք չսարքենք հայ մարդը որպես ռեսուրս, ու դա դոկտրինալ մակարդակով չընդունվի, որ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ռեսուրսը դա հայն է, հենց այս մարդկային կապիտալի վրա պետք է ներդրումներ արվի, մենք ապագա չունենք, որովհետև սա շատ լուրջ բան է, որը մենք ունենք, մենք ուրիշ ռեսուրս չունենք։ Եթե սրանով չենք զբաղվելու, ընդհանրապես ուրիշ ծրագրերը, ուրիշ պլանները, մանավանդ եթե պլանավորում ենք մեր դոկտրինան մինչև 2030 թիվ, անիմաստ բան է, որովհետև մենք հիմքերի վրա չենք դա պլանավորել։ Ուսուցիչներով պետք է զբաղվել, պետք է մանկավարժական ինստիտուտները դրանով զբաղվեն։ Եթե դու դրանով չես զբաղվում ու բարձում ես ատեստացիայի հարցն ես միանգամից դնում, դա չի դառնում, որ դու ուսուցիչների մակարդակն ես փոխում։ Դա ֆունդամենտալ երկարաժամկետ աշխատանք է։ Ու կրթությունը դա բոլոր գոլեգաներն ասում էին կրթությունի վրա են շեշտը դնում։ Կրթությունը դա քո ապագան է, կրթության արդյունքը երևալու է 10 տարի հետո։ Եթե դու այդ աշխատանքը չես տանում ու չես ֆունդամենտալ փոխում, չես սարքում դասատուի կերպարը, որպես հերոսի կերպար չես սարքում, դասատուն չի քո հասարակության մեջ ամենակարևոր մարդը, ոնց կարող է ամենաբարձր վարձատրվող։ Իհարկե, ու դա տենց չի, որ դասատուն ստանում է 500-700 հազար դրամ աշխատավարձ, ես տենց դասատու չգիտեմ։ Շատ պարզ մի բան գոյություն ունի։ Գիտելիք, այ դուք ասում եք կրթություն։ Գիտելիք տվող ուսուցչին, գիտելիք պետք է տալ ուսուցչին եւ ընդհանրապես գիտելիքը պահանջարկված չի Հայաստանում։ Ես իզուր չասեցի ինչու ինձ, իսկ ուրիշ ոլորտներին ինչա, ձեզ դիմել է որևէ հարցում։ Իհարկե ոչ։ Այնտեղ կան գպանային 2-3 ամեն մի կառույցում։ Երիտասարդ քիչ թե շատ ասենք, բան իմաց հասկանում են, որ էջերից ինչ կարող են copy-paste անել կամ ChatGPT-ով։ Եվ դրանց շնորհիվ այսպիսի շատ ներողություն տավտոլոգիաներ են գրում։ Երբ որ ես գրում էի տնտեսության ժողովրդավարացման մասին, Ստենֆորդի համալսարանում եղել իմ առաջին զեկույցներից մեկը, սրանք նույնիսկ չէին էլ իմանում դա ինչ է, բայց հիմա տնտեսության ժողովրդավարացում են ասում, ինչպես դա տեղայնացնել Հայաստանում, դրա մասին ոչ ոք գաղափար չունի։ Գիտելիքը որպես այդպիսի Հայաստանում դեռևս պահանջարկված չի։ Դրա համար գիտության հետ կապը մի մանեկեք, մի որոնեք, չի կարող լինել։ Ամենաառաջինը դա պետք է։ Հայաստանում աշխարհում ամենացածր ֆինանսավորող ոլորտներից է 0.25% մոտարապես բանից բյուջեից թե հնայից։ Իսկ օրենքի մեջ գիտեք, չէ՞ ինչ է գրված։ Մայր օրենքի գիտության մասին, որը այնքան ձևափոխեցին, որ հասավ 0.25-ի։ Ոչ պակաս, քան 3%։ Հա, 3%։ Դուք հասկանում եք, Ղազախստանը հասել էր հնայից 3%, ոչ պակաս։ Հետո 5-ին հասցրեց։ Դրա համար Ղազախստանը 21-րդ դարը Ղազախստանի եւ նման երկրների դառնալ։ Հա, ու հիմի խոսում է գիտական քաղաքի մասին ակադեմիական գիտավանի абսուրդ, որի արժեքը գնահատված է 35 միլիարդ դոլար։ Այդտեղ էլ նպատակ չկա։ Որ ինչ անել։ Հա, որ ինչ անել։ Որ ինչ անել։ Հա, որ հավաքվեն միտեղ հարց են տալի, այդ դրա եթե բոլորը այդ ակադեմիական համալսարան որ Հայաստանի համար են կառուցում։ Չեմ կներեք որ ընդհատում եմ։ Այսինքն գիտավանը անում եք, ամեն ինչը մարդկանց բերում եք, չգիտեմ տարբեր երկրներից կամ ներքին։ Որ ինչ խնդիր լուծեք, ուրա տեսլականը, որ Հայաստանի խնդիրների համար։